Արդյոք քրիստոնյան պետք է փնտրի կողակից։ Առաջին հերթին քրիստոնյայի համար կարևոր է հասկանալ, որ կողակից փնտրելը չպետք է լինի հուսահատության կամ ներքին դատարկությունը լրացնելու քայլ։ Եթե մարդը փնտրում է ամուսնություն միայն մենակությունից փախչելու համար, նա ռիսկի է դիմում կատարել սխալ ընտրություն։ Իրական եւ ամուր միությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ երկու կայացած եւ հոգեվորապես հասուն անհատներ որոշում են միավորել իրենց կյանքի ճանապարհները։ Չափազանց կարևոր է տարբերակել, այսպես ասած, պասիվությունը հավատքից։ Սպասել Աստծո կամքին չի նշանակում փակվել տանը եւ մեկուսանալ աշխարհից։ Աստված գործում է մարդկային հարաբերությունների, շփումների եւ իհարկե հանգամանքների միջոցով։ Ուստի նոր ծանոթությունների հանդեպ բաց լինելը եւ ողջամիտ քայլեր անելը բնական եւ տրամաբանական ընթացք է։ Կողակից փնտրելու ճանապարհին առաջնայինը սեփական չափանիշները վերանայելն է։ Հաճախ մարդիկ կենտրոնանում են արտաքին կամ նյութական տվյալների վրա, մինչդեռ քրիստոնեական ամուսնության հիմքը դա հոգևոր համատեղելիությունն է, փոխադարձ հարգանքը եւ նվիրումը։ Պետք է փնտրել ոչ թե իդեալական եւ կատարյալ պատկեր, այլ այնպիսի մեկին, ում հետ հնարավոր կլինի կառուցել խաղաղ եւ իհարկե քրիստոնեական չափանիշներին համապատասխան ընտանիք։ Ցանկացած որոնում կամ սպասում պետք է ուղեկցվի աղոթքով եւ ներքին խաղաղությամբ։ Եթե փնտրտուքը վերածվում է տագնապի, դա նշանակում է, որ մարդը կորցրել է վստահությունը Աստծո հանդեպ։ Աղոթքը օգնում է մաքրել մտքերը, հասկանալ սեփական սրտի ցանկությունները եւ պատրաստ լինել ընդունելու այն մարդուն, ում Աստված կբերի մեր կյանք։ Պետք է հիշել նաեւ ժամանակի գործոնը։ Աստվածային ժամանակացույցը հաճախ չի համընկնում մեր մարդկային ակնկալիքների հետ։ Շտապողականությունը եւ հարկադրված ամուսնությունը կարող են հանգեցնել հուսահատության։ Ուստի փնտրելուն զուգահեռ պետք է սովորել համբերել եւ արժեվորել կյանքի ներկա փուլը, օգտագործելով այն անձնական եւ հոգեվոր աճի համար։ Ամուսնությունը քրիստոնեության մեջ կոչվում է եւ ծառայություն, այլ ոչ թե պարտադրանք։ Ոչ բոլորն են կոչված ամուսնական կյանքի, եւ ամորիությունը նույնպես արժեքավոր կարգավիճակ է։ Կողակից փնտրելուց առաջ անհրաժեշտ է ներքուստ կողմնորոշվել, արդյոք դա ձեր իրական կոչումն է, թե պարզապես հասարակական կարծրատիպերի ազդեցություն։ Քրիստոնյան պետք է ոչ թե կուրորեն ու տենդագին, այսպես ասած, փնտրի կողակից, այլ ապրի գիտակից, հավատքով լեցուն կյանքով, բաց լինի հարաբերությունների համար եւ թույլ տա, որ Աստծո առաջնորդությունը ձևավորի իր ապագան։